Ողջույն սիրելի հայրենակիցներ, Ամռան Շեմին մեր նախագիծը իր ուշադրությունը սևեռել է գյուղատնտեսությանը, քանի որ այս ոլորտում հիմա եռուն շրջանն է։ Այս պահին ես գտնվում եմ Այգեգ գյուղում, եկել եմ ծանոթանալու երիտասարդ ֆերմեր Արսենի հետ, ով զբաղվում է գյուղատնտեսության մի քանի ճյուղերով։ Խոզաբուծություն, դավարաբուծություն, թռչնաբուծություն, մեղվապահություն եւ խոտածածկ տարածք, որտեղ գարնանային եւ գյուղական կոլորիտ էր։ Ու թեպետ մեր տեղ հասնելուն պես սկսվեց հորդառատանձրև եւ ուժեղ քամի, միևնույն է, մեզ հաջողվեց ստեղծել ջերմտնոլորտ։ 2006 թվականից Արսեն Մինասյանը սկսեց զբաղվել ֆերմերային տնտեսությամբ։ Արցախում Արսենը խոշոր տնտեսվարողներից էր։ Շատ դժվարություններ կար։ Ես իմ տես մանից սկսել ենք էլի, սկզբից 2700 մետր հող եմ առել, հետո ավելացնելով տենց սարքել եմ 2 հեկտար հող ունեմ արդեն այս պահին։ Տենց զբաղվում եմ էլի, խոտ եմ ցանել, յոնջա եմ ցանել, հողեր եմ վերցրել վարձակալությամբ, տրակտոր եմ առել, զիլ եմ առել, զբաղվում եմ, ուզում եմ շատացնել, ուզում եմ մինչև 100 գլուխ կով ունենամ։ Բայց այս պահին հələ մենակ եմ, չեմ կարող բամուր պահեմ, եկամուտը քիչ է, հələ մենք մեր ընտանիքով ենք տանջում։ Լրիվ դժվարություններ, առանց դժվարություններ այս գործը չի լինի։ Ինչի ձեր դաս դժվարությունը։ Տնտեսվարողի կյանքում մեծ դեր խաղաց աշխատասեր եւ հողի արժեքը գնահատող հոր Նադիր Մինասյանի բազմամյա փորձը։ Բարեկամներ, Մինասյանների օջախում անչափ հարգված է մեղվաբուծությունը։ Այս գործով զբաղվում է Արսենի հայրիկը, ընկեր Մինասյանը։ Ընկեր Մինասյան, նշեցիք, որ 50 տարի է արդեն զբաղվում եք մեղվապահությամբ։ 74 թվականից։ Ծնվածս լավ։ Ես 85 թիվ եմ։ 74 թվից զբաղվում եք այս գործով։ Նաև ձեր զավակներին եք սովորեցրել։ Շատ մարդում սովորեցրել եմ, ու դիմալա առաջին հետին կարևոր պեներ 10 կետ կայի, 10 կետը գիտես, արդեն կարիս մեղում պահիս, պարտադիր չի բարդ գործել, տիրապետիս վեր հետո մեղում պահիս։ Կորսված հայրենիքն ու անավարտ մնացած բիզնեսը ամենևին չկարողացան ընկճել Արսենին։ Նրա քայլերի հաջորդականությունը անկասկած հաջող ընթացք պիտի ունենա, չհաշված դժվարությունները։ Ես առավել քան համոզված եմ, որ Արսենի օրինակը վարակիչ կլինի հատկապես երիտասարդների համար, ովքեր կստեղծեն անարատ պրոդուկտ։